հասկանալի է, ու լիքը խելոք մարդ էլի կհասկանար, բայց այդ պահեցին, կամ դատական process-ի ընթացքում վկաների 120 վկայի չարձակնեցին, արագ դատն ավարտեցին, ինչն էր խանգարում այդ մարդկանց հարցակննելու, զենքերի գոյության մասով, Արմենակ Արմենակյանի սպանության մասով, ահռելի փակ բաներ, ու դրանք կապված են մարդկանց հետ, ովքեր նախկինում իշխանության մեջ են եղել, ովքեր իմ դուրս գալուց հետո շարունակել են իշխանության մնալ ու պաշտոնավարել են, մինչև 2008 թիվ դրանից հետո, այն դեպքում, որ այդ գործող իշխանությունները թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը համար մեկ չարիք էին համարում այդ մարդկանց, բայց դրանից հետո այդ մարդիկ մնացին ու պաշտոնավարեցին, բարձր պաշտոնների էլ գնացին, ինչպես եղավ, այստեղ գաղտնիքներ կան, այս գաղտնիքները բացահայտել պետք է, երբ է գալու այդ գաղտնիքները բացահայտելու ժամանակը, այդ հեղափոխությունների ժամանակ չի, այդ ավելի հանգիստ, ավելի խաղաղ ժամանակների խնդիր է, որտեղ ինքը բարդ process է, որտեղ կասկածները շատ են, իսկ անմեղ մարդու պատժելը չարացի համար դա շատ լուրջ մեղք է, այդ նույն մեղքն է, որ դու ընտրություններին չես մասնակցում, քո տեխնացիոնը չես դնում, դու չես փորձում կհաղթես թե չէ, բայց հաղթածին գնում ես սպանելու, որտեղ ասում ես այդ իմ սրտով չի։ Այսինքն այդ խումբը, որ ինքը այդ արել էր, ինքը 99 ընտրություններին չէր մասնակցել, որ պարտվեր, անարդար պայքարում պարտվեր Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, որից հետո ասեր անարդար եմ գնացել են վրեժխնդիր լուծելու։ Այս ուրիշ բան է, էլի։ Երբ որ դու էլ առանց իմանալու կամ առանց խորանալու հեղափոխության զուտ արդյունքում ինչ որ բան գտնելով մարդուն մեղադրում ես, տաք գլխով, այդ նույն կարգի մեղք է։ Դրա համար այդ խնդիրը պետք է ավելի խաղաղ ժամանակում լուծել։ Մարտի 1-ի խնդիրը բացարձակ այլ հարթություն է։ Այնտեղ ակնհայտ է, այնտեղ պարզից պարզ է, այնտեղ մեջ բերեմ դասականին Ուչասկովի խնդիր է, որ գոնե են 4 հոգուն, որ կրակել են Զարյայով, հանգիստ կարելի է ճշտել ով է կրակել։ Իսկ երբ որ դու գտար են մարդուն ով կրակել է, նա չի ասելու, որ ես իմ քեֆին կրակեցի, ասելու է ինձ հրաման տվեցին։ Ինքը ասելու է թե ով հրաման տվեց։ Այդ հրաման տվողն էլ ասելու է իրեն ով հրաման տվեց, ոչ մեկը չի վերցնելու իր վրա։ Տեսեք, այսօր ասենք Մանվել Գրիգորյանի գործը։ Ինքը մենակ չի եղել։ Շատ մարդիկ իրեն համար մեկ ընկեր են եղել եւ այլ։ Այսօր ոչ մեկը չի պաշտպանում։ Ոչ մեկը չի ասում ես էլ եմ եղել, ախես հանգամանքը կա։ Արեք մի քիչ էլ էս նայենք, էլի։ Տեսեք, աշխարհում ամենից շատ նեղացած մարդը Մանվել Գրիգորյանից պիտի ես լինեմ։ Բայց ես էլի ձեռք եմ գցում, փորձում եմ հասկանամ, էլի լավ ինչի, լավ զոհվածի ծաղկեպսակը կամ մածածի ծաղկեպսակը ինչի դեր պետք։ Ու այստեղ տեսնում ես ոչ թե այդ հոգեբանական կերպար է, որ ես տանելու, պայստավորելու, կարակ այդ հիվանդություն էլ համարեք։ Հա։ Բայց այն մարդիկ, ովքեր կողքին եղել են, այսօր այդ չեն անում, չէ, չեն ասում, չէ։ Դա ինքն ասած իմ ընկերները նույնիսկ ինչ չեն պաշտպանում, բայց ինքը պատրաստ է վերականգնել իր անունը։ Դու գիտեք ինչ, չէր կարող ասել, որ պաշտպանում են, որովհետև ոչ մեկը չպաշտպանեց։ Հիմա եթե մարտի 1-ի գործով էլ գաբանը հասնի դրան, ոչ մեկ չի պաշտպանելու։